Դուք երբևէ մտածել եք, թե ինչու է հաճախ թվում, որ մեր աղոթքները մնում են անպատասխան։ Իսկ եթե ես ասեմ ձեզ, որ ձեր բոլոր երազանքների իրականացման գաղտնիքը թաքնված է լռության մեջ։ Այսօր մենք կբացահայտենք Հիսուսի հզոր դասը, որը կարող է ամբողջովին փոխել ձեր մոտեցումը դեպի ցանկալիի հասնելու ճանապարհը։ Պատրաստվեք, որովհետև այնինչ դուք կլսեք, կարող է փոխել ձեր կյանքը։ Բայց նախքան սկսելը, ուզում եմ հրավիրել ձեզ դառնալ մեր համայնքի մասը։ Բաժանորդագրվեք ալիքին, դրեք լայք այս տեսանյութին եւ սեղմեք զանգը, որպեսզի չկորցնեք ոգեշնչող եւ ձեր հավատքը զորացնող որևէ նյութ։ Իսկ հիմա մնացեք ինձ հետ մինչև վերջ, որովհետև ես խոստանում եմ, այնինչ դուք կբացահայտեք այսօր, կարող է դառնալ հենց այն պատասխանն, որին դուք այնքան երկար սպասում էիք։ Պատրաստ եք, ապա սկսենք։ Առաջին, ամենախորը գաղտնիքը, որ Հիսուս բացահայտեց իր ճանապարհի սկզբից։ Հիսուս միշտ տալիս էր դասեր, որոնք հակասում էին մարդկային տրամաբանությանը։ Այդ դասերից մեկը, որը շատերը կարծես մոռացել են, լռության փոխակերպող ուժն է։ Բայց ինչու է լռությունը այդքան կարևոր։ Հիսուս ցույց տվեց թե խոսքով, թե գործով կապը Աստվածայինի հետ։ Ավետարաններում մենք տեսնում ենք, թե ինչպես էր նա հեռանում ամբոխից եւ փնտրում առանձնացված վայրեր աղոթքի համար։ Դա պարզապես ֆիզիկական հանգիստ չէր, այլ խոր հոգեվոր կենտրոնացում։ Հիսուս գիտեր, որ Աստծո իսկական կամքը լսելու համար պետք է լռեցնել ոչ միայն արտաքին աղմուկը, այլև ներքինը։ Մտածեք մի պահ, քանի անգամ եք փորձել ամեն ինչ վերահասկել բառերով, գործողություններով կամ անհանգստությամբ, իսկ եթե դրա փոխարեն փորձեք վստահել եւ պարզապես լռել։ Հիսուս ցույց է տալիս մեզ, որ լռությունը դատարկություն չէ, այլ տարածք, որտեղ գործում է Աստված։ Նա սովորեցնում է մեզ, որ հենց լռության մեջ ենք մենք գտնում այն պատասխանները, որոնք անհնար է արտահայտել բառերով։ Երբ մենք հրաժարվում ենք վերահասկելու ցանկությունից, սկսում ենք նկատել նշանները, որոնք միշտ մեր առաջ էին։ Լռությունը կարծես կամուրջ է ստեղծում մեր հոգու եւ Աստծո սրտի միջև։ Այս տեսանյութում մենք կքննարկենք, թե ինչպես կարելի է այս դասը կիրառել ձեր կյանքում։ Մնացեք մինչև վերջ եւ դուք կհասկանաք, թե ինչպես կարող է լռությունը դառնալ այն բացակայող բանալին, որը կբացի անհնար թվացող դռները։ Երկրորդ, կյանքի աղմուկը, որը մեզ կուրացնում է։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ աղմուկը երբեք չի դադարում։ Հեռախոսի զանգերը, անընդհատ ծանոթությունները, խոսակցությունները եւ առօրյա հոգսերը ստեղծում են միջավայր, որտեղ դժվար է լսել որևէ բան, առավել եւս Աստծո ձայնը։ Եվ այս ամենի մեջ կորում է մեր կապը սրբության հետ։ Հիսուս գիտեր, որ աղմուկը գալիս է ոչ միայն դրսից, այլև ներսից։ Մեր միտքը մշտապես սպաղված է։ Մենք փորձում ենք լուծել խնդիրներ, կանխատեսել ապագան կամ խրվել անցյալում։ Այս ներքին աղմուկը մեզ հեռացնում է այն լռությունից եւ խաղաղությունից, որը ցանկանում է մեզ տալ Աստված։ Ահա թե ինչու նա կոչ է անում մեզ դանդաղել։ Մատթեոս 6:6-ում Հիսուս ասում է. «Երբ աղոթես, մտիր քո սենյակ եւ փակիր դուռը»։ Սա ավելին է, քան ֆիզիկական գործողություն։ Սա կոչ է լռեցնել աշխարհի աղմուկը եւ խորասուզվել սրտի լռության մեջ։ Բայց ինչու է մեզ այդքան վախեցնում լռությունը։ Հնարավոր է, որովհետև լռության մեջ մենք հանդիպում ենք մեր խոցելիությանը։ Չկան շեղումներ, որոնք կթաքցնեն մեր թուլությունները կամ վախերը։ Եվ հենց այստեղ է սկսվում հրաշքը։ Երբ մենք հանդիպում ենք դատարկությանը, Աստված սկսում է լցնել մեր հոգին իր ներկայությամբ։ Պատկերացրեք, թե ինչպես կփոխվեր ձեր կյանքը, եթե դուք օրական մի քանի րոպե գտնվեիք լիակատար լռության մեջ։ Այս փորձը կարող է փոխել ոչ միայն ձեր միտքը, այլև ձեր հայացքը դեպի մարտահրավերներն ու օրհնությունները։ Երրորդ, ինչու է լռությունը այդքան զորավոր։ Լռությունը հաճախ ասոցացվում է պասիվությամբ, բայց իրականում այն ակտիվ ուժ է։ Հիսուս ցույց տվեց, որ հենց լռության մեջ ենք մենք գտնում ուղղություն, ուժ եւ պարզություն։ Իսկ ի՞նչն է դարձնում լռությունը այդքան զորավոր։ Նախ այն ստիպում է մեզ լսել։ Եվ ոչ միայն լսել աշխարհը մեր շուրջը, այլև ինքներս մեզ։ Աշխարհում, որը լի է աղմուկով, շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչպես իրականում լսել Աստծո ձայնը։ Հենց լռության մեջ ենք մենք սովորում տարբերել նրա ձայնը մեր սեփական ցանկություններից եւ մտքերից։ Բացի այդ, լռությունը վստահության գործողություն է։ Այն պահանջում է, որ մենք ապավինենք Աստծուն, փոխարենը փորձելու ամեն պահը լցնել գործողություններով կամ բառերով։ Երբ մենք լռում ենք, կարծես ասում ենք. «Տեր, ես վստահում եմ քեզ։ Ես այստեղ եմ լսելու, ոչ թե խոսելու»։ Հիսուս ցույց տվեց մեզ սա իր կյանքի բազմաթիվ պահերին։ Հիշեք, թե ինչպես նրան տարան անապատ փորձվելու 40 օր եւ գիշեր։ Նա մնաց լռության մեջ, բախվեց իր ներքին պայքարներին եւ գտավ ուժ։ Այս շրջանը անհրաժեշտ էր նրա հետագա առաքելության համար։ Եթե նույնիսկ Հիսուսին, Աստուծո որդուն, անհրաժեշտ էր լռություն հոր հետ միանալու համար, ապա որքան ավելի է այն անհրաժեշտ մեզ մեր զբաղված կյանքում։
Հնարավոր է, որ այն, ինչ դուք փնտրում եք, գտնվում է ոչ թե գործողության մեջ, այլ դադարի։ 4. Հիսուսի պատմությունը անապատում։ Քիչ հատվածներ են Աստվածաշնչում այդքան խոր եւ իմաստով լի, որքան Հիսուսի պատմությունը անապատում։ Մկրտվելուց հետո Սուրբ Հոգին նրան տարավ լիակատար առանձնացման վայր։ Սա նրա առաքելության սկիզբն էր։ Բայց նախքան ամբողջներին քարոզելը, Հիսուս անցավ մի շրջանի միջով, որը խորապես ազդեց նրա ողջ ծառայության վրա։ 40 օր եւ գիշեր Հիսուսը մնաց ծոմի եւ աղոթքի մեջ, բախվելով ոչ միայն ֆիզիկական դժվարություններին, այլև թշնամու գայթակղություններին։ Անապատի լռությունը ոչ միայն արտաքին էր, այլև ներքին, թույլ տալով նրան անցնել հոգևոր մարտերը անսահման ուժով եւ փոխակերպմամբ։ Հիսուսի համար անապատը դարձավ զորացման վայր։ Թշնամին փորձում էր շեղել նրան իր կոչումից, բայց Աստծո խոսքը հիշեցնում է մեզ, որ լռությունն ու առանձնացումը պատիճ չեն, այլ հնարավորություն աճելու եւ միանալու հորը։ Այս պատմությունը նաև ցույց է տալիս, որ անապատը հաճախ անհրաժեշտ է մեր կյանքում։ Դա կարող է լինել կասկածների, ցավի կամ անորոշության շրջան, երբ թվում է, թե մենք միայնակ ենք։ Բայց ինչպես Հիսուսի դեպքում, հենց այդ պահերին Աստված ակտիվորեն գործում է։ Նա գիտի, թե ով ենք մենք եւ ինչ պետք է անենք։ Լռությունը, փորձությունը եւ աղոթքը նրան չթուլացրին, այլ զորացրին առաջիկա ճանապարհի համար։ Եթե դուք հիմա անցնում եք ձեր անապատի շրջանը, հիշեք, Աստված չի թողել ձեզ։ Նա պատրաստում է ձեզ ինչ-որ ավելի մեծ բանի։ Վստահեք գործընթացին, որովհետև ինչպես Հիսուսը, դուք էլ դուրս կգաք դրանից ավելի ուժեղ եւ պատրաստ իրականացնել ձեր կոչումը։ Հիսուսը խորապես հասկանում էր սա։ Այդ պատճառով նա գտնում էր խաղաղության պահեր լինելու Աստուծո հետ հաղորդակցության մեջ։ Բայց ինչու է լռությունը այդքան փոխակերպող։ Երբ մենք կանգ ենք առնում լռության մեջ, մենք բացում ենք լռության տարածք մտնելու համար։ Մենք բացում ենք հնարավորություն խորհելու։ Մենք սկսում ենք լսել այն մտքերը, որոնք հաճախ խլացվում են առօրյա շեղումներով։ Հենց լռության մեջ է Աստված բացահայտում մեզ իր խորհուրդները, որոնք բերում են շնորհ եւ նորոգություն։ Բացի այդ, լռությունը մեզ սովորեցնում է համբերություն։ Ժամանակակից աշխարհում մենք սովորենք արագ պատասխանների եւ ակնթարթային լուծումների, բայց Աստված չի գործում մարդկային շտապողականության ռիթմով։ Նա հրավիրում է մեզ սпасել, վստահել եւ գտնել խաղաղություն իր խոստումներում։ Այս փոխակերպման գործընթացը պահանջում է նաեւ խոնարհություն։ Լռության մեջ մենք գիտակցում ենք, որ չենք վերահսկում ամեն ինչ։ Մենք մեր հոգսերը հանձնում ենք Աստծուն եւ թույլ ենք տալիս, որ նա ուղղի մեր կյանքը։ Վստահությունը ազատում է եւ բացում ճանապարհ դեպի ավելի խոր եւ անկեղծ հավատք։ Լռության բերած փոխակերպումը վերաբերում է ոչ միայն հոգևոր, այլև զգացմունքային ու մտավոր ոլորտներին։ Այն հանգստացնում է անհանգստությունը, նվազեցնում է սթրեսը եւ կապում մեզ այն էության հետ, ինչը իսկապես կարեւոր է։ Չէ՞ որ Հիսուս մեզ հրավիրում է փակել դուռը եւ աղոթել գաղտնի։ Ուստի եթե լռությունը ձեզ թվում է անհարմար կամ նույնիսկ վախեցնող, հիշեք, հենց այդ պահին Աստված գործում է ամենախորը ձևով։ Թույլ տվեք նրան ձևավորել ձեր սիրտը եւ փոխակերպել ձեզ, որովհետեւ հենց այդ խաղաղության տարածքում է բնակվում իսկական խաղաղությունը։ 6. Լռությունը որպես պատասխանների ճանապարհ։ Քանի անգամ եք դուք հուսահատորեն փնտրել պատասխաններ, չիմանալով որտեղ գտնել։ Հիսուս մեզ սովորեցրեց, որ լռության մեջ մենք կարող ենք գտնել այն պատասխանները, որոնք այնքան երկար ենք փնտրել։ Բայց ինչպես է դա գործում։ Լռության մեջ մենք թողնում ենք մեր վերահսկելու պահանջը։ Սա լիակատար վստահության պահ է, երբ մենք ընդունում ենք, որ չենք կարող ամեն ինչ իմանալ, եւ թույլ ենք գալիս Աստծուն առաջնորդել մեզ։ Երբ մենք հանգստացնում ենք մեր միտքն ու սիրտը, մենք ստեղծում ենք տարածք, որպեսզի նրա ձայնը հնչի հստակ։ Շատ հաճախ մենք փնտրում ենք լուծումներ անհանգստությամբ, կարծես ամեն ինչ կախված է միայն մեզանից, սակայն հենց լռության մեջ ենք մենք հասկանում, որ պատասխանները գալիս են ոչ թե մեր ջանքերից, այլ մեր հավատքից։ Ինչպես Հիսուսը, որը լիովին վստահում էր Հորը, մենք նույնպես կոչված ենք վստահելու նրա ծրագրերին։ Հիշեք Եղիայի պատմությունը, երբ նա փնտրում էր Աստծո ներկայությունը։ Աստված չհայտնվեց ուժեղ քամու, երկրաշարժի կամ կրակի մեջ, այլ խաղաղ եւ մեղմ շշուկի։ Այս դրվագը ցույց է տալիս, որ Աստված հաճախ խոսում է մեղմ ձայնով, որը կարելի է լսել միայն այն ժամանակ, երբ մենք կանգ ենք առնում լռության մեջ։ Եթե այսօր դուք բախվում եք կասկածների կամ փնտրում եք ուղղություն, փորձեք օգտագործել լռությունը որպես հավատքի վարժություն։ Տվեք Աստծուն տարածք գործելու համար։ Դուք կնկատեք, թե ինչպես է նա սկսում գործել ձեր կյանքի այն ոլորտներում, որոնց մասին դուք անգամ չեք կասկածել։ Հիշեք, լռությունը անգործություն չէ, այլ լիակատար վստահության վիճակ։ Հենց լռության մեջ է Աստված մեր անհանգստությունը վերածում խաղաղության, իսկ մեր հարցերը պատասխանների, որոնք բերում են իմաստ եւ նպատակ։
7. Հիսուսի խոսքը խաղաղությամբ սպասելու մասին։ Մի մտահոգվեք ոչնչի մասին։ Այս Հիսուսի խոսքերը հզոր հրավեր են խաղաղության մեջ ապրելու, բայց շատերի համար դժվար է դրանք կիրառել գործնականում։ Ինչպես սպասել խաղաղությամբ, երբ ամեն ինչ շուրջը պահանջում է շտապողականություն։ Հիսուս գիտեր, որ մարդկային սիրտը անհանգիստ է։ Նա հասկանում էր, որ անորոշության առջև կանգնած մենք բնականաբար անհանգստություն ենք զգում, բայց նա ցույց տվեց, որ խաղաղությունը կախված չէ հանգամանքներից, այլ բխում է լիակատար վստահությունից հորը։ Այս վստահությունը կարելի է զարգացնել միայն այն ժամանակ, երբ մենք թույլ ենք տալիս մեզ կանգ առնել լռության մեջ եւ գտնել խաղաղություն նրա ներկայության մեջ։ Խաղաղությունը, որ նա առաջարկում է, խնդիրների բացակայություն չէ, այլ վստահություն, որ Աստված ամեն ինչ վերահսկում է։ Երբ նա կոչ է անում մեզ փակել դուռը եւ աղոթել գաղտնի, նա սովորեցնում է մեզ անջատվել արտաքին քաոսից եւ փնտրել ապաստան նրա խաղաղության մեջ։ Խաղաղությամբ սպասելը նաեւ նշանակում է ընդունել, որ Աստծո համար ամեն ինչ ունի կատարյալ ժամանակ։ Երբ մենք փորձում ենք շտապեցնել իրադարձությունները կամ ստիպել դրանք տեղի ունենալ, մենք ավելի շատ անհանգստություն ենք ստեղծում։ Ուստի վստահել, որ նա հոգ կտանի ամեն ինչի մասին։ Այս Հիսուսի դասը մարտահրավեր է նետում մեր սովորական կենսակերպին։ Փոխարենը արձագանքելու աշխարհին մեր շուրջը մենք կոչված ենք փնտրելու ներքին լռություն։ Հենց այնտեղ ենք մենք գտնում իսկական խաղաղությունը, որը գերազանցում է ամեն հասկացողություն։ Ուստի եթե դուք զգում եք, որ կորցնում եք վերահսկողությունը, հիշեք Հիսուսի խոսքերը։ 8. Ինչու մեզ այդքան դժվար է պահպանել լռությունը։ Թվում է, թե մենք մշտապես խոսում ենք ուրիշների հետ, ինքներս մեզ հետ կամ նույնիսկ Աստծո հետ կրկնվող աղոթքներում։ Բայց արդյոք այս ամբողջ աղմուկը անհրաժեշտ է։ Հիսուս մեզ սովորեցրեց, որ լռությունը ավելի զորավոր է, քան դատարկ խոսքերը։ Մատթեոսի ավետարանում 6:7-ում նա զգուշացնում է. «Երբ աղոթում եք, մի ասեք ավելորդ բաներ, ինչպես հեթանոսները»։ Այս խոսքը ստիպում է մտածել տարբերության մասին, բարձ կրկնության եւ Աստծո հետ իսկական հաղորդակցության միջև։ Մենք այնքան սովոր ենք լռությունը լցնել, որ մոռանում ենք լսել։ Մենք խոսում ենք, որպեսզի զգանք վերահսկողություն, արդարացնենք մեր գործողությունները կամ պարզապես սովորության պատճառով։ Բայց լռության մեջ մենք գիտակցում ենք, որ մեր խոսքերը միշտ անհրաժեշտ չեն։ Բացի այդ, լռությունը մեզ բախում է մեր սեփական մտքերի հետ։ Սա տարածք է, որտեղ ձևավորվում է մեր հոգին։ Լռությունը մեզ սովորեցնում է լսել Աստծուն, բայց նաև լսել ինքներս մեզ։ Երբ մենք դադարում ենք խոսել եւ սկսում ենք լսել, մենք հասկանում ենք, որ Աստծուն մեր խոսքերը պետք չեն որպեսի գործի։ Նա գիտի մեր սիրտը, մեր վախերը եւ ամենախոր ցանկությունները։ Լռությունը թույլ է տալիս մեզ հանգստանալ այս ճշմարտության մեջ եւ վստահել, որ նա գործում է մեր բարօրության համար։ Ուստի լռության մեջ դուք կարող եք զարմանալ այն բանի վրա, ինչ Աստված ուզում է ասել ձեզ այս խաղաղության տարածքում։ 9. Հրաշքների պատմությունը լռության մեջ։ Պատմության ընթացքում գոյություն ունեն անհամար վկայություններ այն մարդկանց մասին, ովքեր գտել են հրաշքներ լռության մեջ։ Այս պատմությունները ցույց են տալիս մեզ, որ երբ մենք մեզ տալիս ենք Աստծուն լռության մեջ, նա գործում է հզոր եւ անսպասելի ձևով։ Ամենավառ օրինակներից մեկը Սամուելի մոր Աննայի պատմությունն է։ Նա երկար ժամանակ աղոթում էր երեխայի համար, բայց մի պահ նա ծնկի իջավ Աստծո առաջ լռության մեջ, իր սիրտը թափելով առանց բառերի։ Հենց այդ լիակատար վստահության պահին Աստված լսեց նրա աղոթքը եւ պատասխանեց հրաշքով։ Մյուս օրինակն է Հիսուսի պատմությունը, երբ նա հանդարտեցրեց փոթորիկը։ Երբ աշակերտները վախով լցված էին նավակում, Հիսուս երկար ճառ չասաց, նա պարզապես ասաց. «Լռիր, հանդարտվիր», եւ քամինն ու ծովը հնազանդվեցին։ Այս պատմությունը հիշեցնում է մեզ, որ Աստված կարող է խաղաղություն բերել նույնիսկ ամենամեծ փոթորիկների մեջ, թե արտաքին, թե ներքին։ Այս հրաշքները, որոնք տեղի ունեցան լռության մեջ, մեզ սովորեցնում են կարևոր բան։ Աստծուն գործելու համար միշտ չէ, որ պետք են բարձր խոսքեր կամ մեծ գործեր։ Երբեմն ամեն ինչ, ինչն նա մեզանից սպասում է, մեր վստահությունն է եւ պատրաստակամությունը լռելու ու սպասելու։ 10. Պատրաստեք լսել Աստծո ձայնը։ Մեզանից շատերը աղոթում են խնդրելով Աստծուն խոսել մեզ հետ, բայց արդյոք մենք իսկապես պատրաստ ենք լսել նրան։ Հիսուս մեզ սովորեցրեց, որ Աստծո ձայնը լսելու համար անհրաժեշտ է մեկ կարևոր պայման՝ լռություն եւ լիակատար վստահություն։ Աստծուն լսելը նույնը չէ, ինչ հեռախոսով մեկին լսելը։ Դա տեղի չի ունենում ակնթարթորեն եւ միշտ չէ, որ ակնհայտ է։ Դա գործընթաց է, որը պահանջում է համբերություն եւ հոգեվոր զգայունություն։ Երբ մենք կանգ ենք առնում լռության մեջ, մենք սովորում ենք ճանաչել Աստծո շշուկը քաոսի մեջ։ Հիսուս հաճախ առանձնանում էր ամբողից հեռու լսելու հորը։ Նա ցույց տվեց մեզ, որ Աստծուն լսելու համար պետք է ստեղծել տարածք։ Սա նշանակում է դադարել պնդել, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա մեր ուզածով, դադարել փորձել կանխատեսել Աստծո ծրագրերը եւ վստահել նրան։ Սա վերաբերմունքի փոփոխություն է, որը բերում է հանգստություն եւ վստահություն նույնիսկ դժվարին ժամանակներում։
Հարց տվեք ինքներդ ձեզ. ինչ է այն, ինչ պետք է թողնեք այսօր։ Ինչ է ծանրացնում ձեր սիրտը եւ հեռացնում ձեզ այն խաղաղությունից, որը Աստված ուզում է ձեզ տալ։ 12. Լռության գաղտնիքը աղոթքում։ Աղոթքը Աստծո հետ հաղորդակցության ամենահզոր միջոցներից մեկն է, բայց մենք հաճախ մոռանում ենք մեկ կարևոր կողմի մասին։ Լռությունը նույնպես աղոթքի անբաժանելի մասն է։ Հիսուս ցույց տվեց մեզ, որ աղոթել նշանակում է ոչ միայն խոսել, այլև լսել։ Մատթեոսի ավետարանում 6:6-ում նա սովորեցնում է մեզ աղոթել գաղտնի, հեռու շեղող գործոններից։ Այս գաղտնիքը ոչ միայն ֆիզիկական վայր է, այլև հոգու վիճակ, որտեղ մենք կարող ենք պատրաստվել Աստծո հետ հաղորդակցության։ Լռությունը բանալի է, որը օգնում է մեզ հասնել այդ վիճակին։ Երբ մենք աղոթում ենք լռության մեջ, տեղի է ունենում մի բան անսովոր։ Մեր միտքը հանգստանում է, մտքերը կարգավորվում են եւ մենք շատ ավելի խոր ենք զգում Աստծո ներկայությունը։ Լռությունը դառնում է տարածք, որտեղ Աստված գործում է մեր սրտում։ Բացի այդ, աղոթքը լռության մեջ մեզ սովորեցնում է համբերություն եւ խոնարհություն։ Մենք հաճախ աղոթում ենք ակնկալելով ակնթարթային պատասխաններ, բայց Աստծո համար ամեն ինչ ունի կատարյալ ժամանակ։ Լռության մեջ մենք սովորում ենք վստահել այդ ժամանակին եւ գտնել խաղաղություն նրա խոստումներում։ Հիսուս իր կյանքում մեզ բազմաթիվ օրինակներ տվեց, թե ինչպես աղոթել լռության մեջ։ Նա հաճախ առանձնանում էր հեռու աշխուժից եւ ժամեր էր անցկացնում հոր հետ հաղորդակցության մեջ։ Սա մեզ հիշեցնում է, որ լռությունը ոչ թե դատարկություն է, այլ հնարավորություն լսելու Աստծուն եւ վստահելու նրան։ Եթե նույնիսկ Աստծո որդին գնահատում էր լռությունը, ապա որքան ավելի է այն անհրաժեշտ մեզ։ Եթե դուք դեռ չեք փորձել աղոթքը լռության մեջ, սկսեք այսօր։ Գտեք խաղաղ վայր, հատկացրեք մի փոքր ժամանակ եւ պարզապես եղեք լռության մեջ Աստծո առաջ։ Թույլ տվեք նրան խոսել ձեր սրտին եւ փոխակերպել ձեր կյանքը։ 13. Փոխակերպումը նրանց, ովքեր վստահում են առանց կասկածի։ Վստահել առանց կասկածի դա հավատքի ամենամեծ դրսևորումներից մեկն է, որը մենք կարող ենք առաջարկել Աստծուն։ Բայց շատերի համար սա հեշտ չէ։ Մենք ուզում ենք պատասխաններ, երաշխիքներ եւ վստահություն, նախքան որևէ քայլ անելը։ Սակայն Հիսուս ցույց տվեց մեզ, որ իսկական փոխակերպումը տեղի է ունենում, երբ մենք վստահում ենք փակ աչքերով։ Հիշեք Պետրոսի պատմությունը, որը քայլում էր ջրի վրա, քանի դեռ իր հայացքը ուղղված էր դեպի Հիսուս։ Երբ մենք ընդունում ենք, որ Աստված գիտի, թե ինչն է մեզ համար լավագույնը, դա հավատքի գործողություն է, որը բացում է դռներ հրաշքների եւ խոր փոփոխությունների համար։ Նրանք, ովքեր վստահում են առանց կասկածի, նաեւ գտնում են խաղաղություն, որը գերազանցում է ամեն հասկացողություն։ Դա խաղաղություն է, որը հիմնված չէ խնդիրների բացակայության վրա, այլ վստահության վրա, որ Աստված հոգ է տանում ամեն ինչի մասին։ Նման փոխակերպումը տեղի չի ունենում ակնթարթորեն։ Դա գործընթաց է, որը պահանջում է փորձ եւ ամենօրյա հանձնառություն Աստծուն։ Բայց որքան շատ ենք մենք վստահում, այնքան ավելի ենք տեսնում, թե ինչպես է Աստծո զորությունը գործում մեր կյանքում։ Հնարավոր է, որ այսօր Աստված խնդրում է ձեզ ավելի շատ վստահել նրան։ Հնարավոր է, որ նա ուզում է, որ դուք թողնեք այն, ինչը ձեզ անհանգստացնում է։ Եթե դա այդպես է, արեք դա եւ տեսեք, թե ինչպես է նա փոխակերպում ձեր կյանքը այնպես, ինչպես դուք անգամ չեք պատկերացրել։ Հաճախ մենք կարծում ենք, որ կարող ենք առաջ շարժվել միայն այն ժամանակ, երբ ակտիվորեն գործում ենք, որոշումներ ենք ընդունում եւ քայլեր ենք կատարում։ Սակայն Հիսուս ցույց է տալիս մեզ, որ լռության մեջ կարող են բացվել ամենամեծ ճանապարհները։ Լռությունը թույլ է տալիս մեզ տեսնել այն, ինչից այն կողմ է, ինչ մենք տեսնում ենք։ Երբ մենք կանգ ենք առնում լսելու Աստծուն, մենք սկսում ենք նկատել հնարավորություններ եւ լուծումներ, որոնք թաքնված էին մեր մտքերի աղմուկում։ Լռությունը կարծես մաքրում է մեր հոգեվոր տեսողությունը։ Բացի այդ, լռությունը օգնում է մեզ տարբերել ճիշտ ուղղությունը։ Ոչ բոլոր ճանապարհները, որոնք թվում են լավ, այն են, ինչ Աստված պատրաստել է մեզ համար։ Լռության մեջ մենք սովորում ենք տարբերել մեր ցանկությունները եւ Աստծո կամքը։ Այս տարբերակման պարգևը չափազանց կարևոր է, որպեսզի մենք քայլենք այն ճանապարհով, որը իսկապես տանում է դեպի Աստծո նպատակը։ Հիշեք Աբրահամի պատմությունը, որը լսեց Աստծո կոչը դուրս գալ իր երկրից դեպի անհայտ տեղ։ Նա բոլոր պատասխանները անմիջապես չստացավ, բայց վստահեց եւ հետևեց։ Հենց իր ճանապարհի լռության մեջ նա բացահայտեց Աստծո ծրագիրը, որը շատ ավելի մեծ էր, քան նա կարող էր պատկերացնել։ Անսպասելի ճանապարհները, որոնք բացում է լռությունը, մեզ նաև սովորեցնում են վստահել Աստծո ժամանակին։ Երբեմն նա մեզ խնդրում է սպասել, եւ այդ դադարն կարող է թվալ ուշացում, բայց լռության մեջ մենք հասկանում ենք, որ սպասելը ծրագրի մի մասն է, եւ ճիշտ ժամանակին ամեն ինչ կկատարվի այնպես, ինչպես նախատեսել է Աստված։ Եթե դուք զգում եք, որ կանգնած եք հոչնդոտի առաջ կամ չգիտեք ուր գնալ, գտեք ժամանակ լռության համար։ Թույլ տվեք Աստծուն ցույց տալ հաջորդ քայլը եւ վստահեք նրան, որ նա բացում է ճանապարհներ, որոնց մասին դուք անգամ չեք կասկածել։ 15-րդ վերջին հայտնությունը։
ամեն ինչ արդեն ձեր ձեռքերում է։ Մենք հասել ենք այս տեսանյութի ամենակարևոր պահին՝ հայտնությանը, որ այն ամենը, ինչ դուք սպասում եք, արդեն գտնվում է ձեր ձեռքերում։ Բայց դա ստանալու համար անհրաժեշտ է մեկ բան ալի՝ լռությունը։ Հիսուս սովորեցրեց, որ Աստծո արքայությունը մեր ներսում է։ Սա նշանակում է, որ այն ամենը, ինչ մեզ պետք է, արդեն դրված է մեր սրտում։ Սակայն հենց լռության մեջ ենք մենք կարողանում գիտակցել այս ճշմարտությունը եւ սկսել ապրել համաձայն դրա։ Լռությունը մեզ միավորում է Աստծո հետ, զորացնում է հոգևորապես եւ տալիս է հստակություն մեր կոչման ըմբռնման մեջ։ Երբ մենք կանգ ենք առնում լսելու համար, մենք սկսում ենք տեսնել, որ Աստված արդեն գործում է մեր օգտին։ Թեև մենք դեռ չենք տեսնում ակնթարթային արդյունքներ, այս հայտնությունը հրավեր է փոխելու մեր կենսակերպը։ Փոխարենը մշտապես վազելու ամեն ինչի հետևից մենք կարող ենք կանգ առնել, լռել եւ թույլ տալ Աստծուն բերել այն, ինչ նախատեսված է մեզ համար։ Այս փոփոխությունը մեզ տեղափոխում է անհանգստության վիճակից խաղաղության վիճակ, հոգնեցնողից հանգստի, Աստծո ներկայության մեջ։ Ուստի գլխավոր հարցն է՝ պատրաստ եք մտնել լռության մեջ եւ թույլ տալ Աստծուն ցույց տալ ձեզ, որ ամեն ինչ արդեն ձեր ձեռքերում է։ Եթե ձեր պատասխանը այո է, ապա պատրաստ եղեք, որովհետև ձեր կյանքը այլևս երբեք չի լինի նույնը։ Հիշեք, Աստված արդեն ամեն ինչ պատրաստել է։ Այժմ անհրաժեշտ է միայն հանձնվել լռությանը եւ վստահել, որ նա հոգ է տանում ձեր յուրաքանչյուր քայլի մասին։ Նախքան ավարտելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ դիտեցիք այս տեսանյութը մինչև վերջ եւ գտաք ժամանակ խորելու այս խոր պատգամի մասին։ Հուսով եմ, որ այսօրվա խոսքերը դիպան ձեր սրտին եւ ոգեշնչեցին ձեզ փնտրել ավելի շատ լռության պահեր, միանալու Աստծուն եւ գտնելու ձեր կյանքի հարցերի պատասխանները։ Եվ մի մոռացեք, լռության մեջ Աստված գործում է հզոր եւ զարմանալի ձևով։ Վստահեք այս գործընթացին, որովհետեւ այն ամենը, ինչ դուք սպասում եք, արդեն գտնվում է ձեր ձեռքերում։ Շնորհակալություն, որ հետևում եք մեր ալիքին։ Մի մոռացեք դնել լայք, բաժանորդագրվել եւ կիսվել այս տեսանյութով նրանց հետ, ում սիրում եք։ Թող Աստված օրհնի ձեր ճանապարհը։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։